Ինքը ժուլիկություն է անում։ Մարդիկ այսպես են պատասխանում Փաշինյանի մտքին, թե իմաստ չունի 10,400 դրամով բարձրացնել թոշակը։ 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Ես էլ ասում եմ, ես իրան ողորմություն եմ ուղարկում։ Թոշակառուի համար 1000 դրամն էլ մեծ փող է, հիշեցնում են թոշակառուները իրենց խոսքով, արդեն շատ մեծ փողերի հետ գործ ունեցող Փաշինյանին։ 4 դեղ եմ խմում, 4 դեղի համար հեչ չնի մի 8000 դրամ, բայց թոշակառուի համար 1000 դրամն էլ է փող հաշվում։ Գրոշներ ատանեցին։ Ոնց տանջվել եմ, նույնպես է կտանջվեն։ Տանջված մարդիկ արդեն հոգնել են նաև իրենց խոսքով աղքատությունը գլխից հանած վարչապետի աղքատության մասին դատողություններից։ Հայաստանում աղքատություն կա միայն հետևյալ պատճառով։ Աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով։ Պետությունն է մեղավոր, որ ժողովուրդը աղքատատել է։ Գործ չկա։ Զավոդ ֆաբրիկա քանդում են, շենքեր են սարքում։ Նախ վարչապետը պետք է ձեռք բերի աղքատության դեմ պայքարելու հմտություն, ասում են քաղաքացիները, որոնք մեղադրվում են աղքատ չլինելու հմտության բացակայության համար։ Ինքը դեպքում ինձ ես եմ ապտեկայից դեղ եմ աղում։ Մանեմ գալում որ դեհիջանրին է աղում։ Թոշակը չբարձրացնելու հաշվին առողջության պարտադիր ապահովագրության համակարգ ներդնելու հեռանկարն էլ մարդկանց չի ոգևորում։ Մենք այդ 10,000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականության ոչ թե 10,000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50 հազար, գուցե 100,000, գուցե 500,000 դրամի ծառայություն։ Ինչ իմանամ կոնկրետ իմ հիվանդության բուժումը, իմ դեղերը անվճար կլինեն, թե ոչ, անորոշությունից են բողոքում թոշակառուները։ Հիմա սա փող է, հիվանդանոց Աստված չանի ընկնես, հենց են դռնից փող է, հենց կորից փող է, այդքան փող որտեղից, մարդիկ էլ հիվանդանում են, չեն գնում հիվանդանոց։ Մարդկանց հունից հանում է նաև ֆինանսների նախարարի պնդումը, թե մեր երկրում բարեկեցիկ կյանքն այլևս շոշափելի իրականություն է։ Քաղաքացիների համար շոշափելին միայն թանկացումներն են։ No comment։ Իր համար հա։ Բայց ձեր համար։ Մեր համար ոչ մեկի համարը լավ չի։ Ոնց ինչու։ Նա մտնում եմ խանութ գները տեսնում եմ։ Ոնց ապրում էինք, տենց էլ ապրում ենք Ազիզ ջան, բարել ավել չկա։ Հայլուրի տեսախցիկի առաջ միայն մի քաղաքացի է խոստովանում, հոյակապ է ապրում։ Լավ եք ապրում։ Շատ լավ, հոյակապ եմ ապրում։ Լանա Ամբարձումյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։